Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն եք գտել եւ կապվել եք մեզ հետ Մարսելից այսօր արդեն Մարսելում եք։ Շնորհակալություն հրավերի համար, տեխնիկապես հասկանում եմ, որքան դժվար է ձեզ համար էս իրականացնել, բայց ոնց որ նախորդը փայլուն է ստացվել։ Ստեղ բոլորը նայել էին, նախորդը Լիոնից էր, հենց որ ես մեկնելույսով լավ կան։ Իդեպ ասեմ դուք հայտարարել եք, որ Մարսելում հանդիպումներ եք ունենալու, մեկնաբանությունների մեջ ես տեսա, որ մարդիկ արձագանքում էին ասում են, մենք Մարսելում ենք, մենք անպայման գալու ենք։ Մենք խոսենք ձեր հանդիպումների մասին, բայց զրույցը սկսենք այն թեմաներից, որը այսօր բոլորի քննարկման եւ ուշադրության կենտրոնում են, մասնավորապես Իրանում կատարվող իրադարձությունների մասին խոսենք, Իրանի ռազմածովային հրամանատար, մի խոսքով Իրանից հնչում են այսպիսի հայտարարություններ, որ մեր հարևան երկրները իհարկե մեր բարեկամներն են, բայց եթե մեր հարևան երկրները տրամադրեն իրենց տարածքը, օդային տարածքը մեզ հարվածելու համար, նրանք կդառնան մեր թշնամիները։ Մենք գիտենք, որ Թուրքիան է շատ ակտիվ ջանքեր գործադրում, Թրամփի հետ է խոսել, այսպես եռակողմ հանդիպում է առաջարկում Իրան, Միացյալ Նահանգներ եւ Թուրքիա խոսակցություններ կան, որ Թրամփը համաձայնվել է, դա կարևոր չէ։ Գիտենք, որ Թուրքիան արագորեն իր սահմաններն է պաշտպանում սպասվող փախստականներից Բայրամովը, այսինքն Ադրբեջանը արձագանքեց այդ Իրանի հայտարարությանը, շտապեց ասելու, որ մենք թույլ չենք տա, որ մեր օդային տարածքը օգտագործեն ձեր դեմ։ Այս ամենի ֆոնին Հայաստանից կարծես թե ոչինչ չի լսվում, Հայաստանը լուռ է։ Եվ իմ առաջին հարցն է, դա նորմալ է, որ լուռ է Հայաստանը, ինչպես պետք է իրեն պահի այս իրավիճակում ըստ ձեզ Հայաստանը։ Եթե մենք անդրադառնանք դրան ինչա կատարում տարածաշրջանում Իրանի հետ կապված, այո, մենք ունենք մի քանի հայտարարություն, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրի, դա մասնավորապես Միացյալ Արաբական Էմիրություններն էին, հարավային մասն է։ Ենթադրում եմ Օմանն է թույլ չի տալու։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այո, Թուրքիան պատրաստվում է այսպես կոչված բուֆերային գոտի ստեղծել Իրանի տարածքում, Ադրբեջանը բավականին մեծ վտանգ ազգում նախորդ ասեք Կորեա պատերազմի արդյունքներով ստեղծված իրավիճակից երբ Իրանը ուզում է վրեժխնդիր լինի եւ ցանկանում է եւ որոշ ուժեր կան Իրանում որ պատրաստ են դրան գնալ ինչ վերաբերում է Հայաստանին Հայաստանը ոչինչ չունի ասելու հետեւաբար պետք է լռել որտեվ մի կողմից իհարկե Հայաստանը հանդիսանալով Իրանի համար ելք դեպի Եվրոպա եւ ունենալով բարեդրացական հարևանային հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կողմնակից է եւ դա բնական է որ մենք ուզում ենք որ Իրանում ամեն ինչ կայուն լինի մյուս կողմից գործող իշխանությունները մեզ գցել են թակարդի մեջ եւ համաձայնվելով տարբեր նախաձեռնությունների այն անձնավորությանով սպիտակ տան օվալային կաբինետնա գրավում հիմա ստեղծել են մի իրավիճակ, երբ մեծ հաշվով իրանցից կարող են պահանջել հայտարարություններ։ Հենց որ հիմա ցանկալի է, որ սուս մնան եւ ընդհանրապես են ոնց որ ուստեր ասում են իրանց վեճ։ Բանի մեջ, մնան տենց խավարի մեջ, ձեն չհանեն, որովհետեւ եթե Տրամփի կողմից պահանջ լինի կամ Տրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչները Հայաստանից խոսեն մի բան, որը Իրանին դուր չի գա, մենք դասականորեն ոնց որ ԿՊ-ի խաչով թաղվում ենք եւ եւս մեկ անգամ անգնում ենք այն իրավիճակում, որ մենք մեղավոր չենք, մեզ ընդհանրապես ոչինչ պետք չի, բայց մենք չգիտես ինչի հայտնվում ենք ամենաթեժ կետում։ Այսինքն այն ինչ որ Հայաստանին անհրաժեշտ է հիմա, ոչ միայն ձեն չհանել, այլ նաև մինչև այս հարցի ավարտը զբաղեցնել սառը նեյտրալ դիրք, առանց կողմերից որևէ մեկին շատ տեղ տալու եւ դա վերաբերվում է նաև Ռուսաստանին, ասենք Ռուսաստանի հետ էլ է պետք սառեցնել, այսինքն այդ այսպես կոչված բանը որ կա, այդ կոալիցիան, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը,
իրանցից պետք է հեռու մնալ, միևնույն ժամանակ թույլ չտալով, որ Ամերիկան կամ Իսրայելը քո տարածքը կամ քեզ օգտագործեն վնաս հասցնելու Իրանին, Ռուսաստանին լրջանամ sanctions-ով։ Սա է ամբողջ հարցը, որ ես կարծիքին եմ եւ ես համարում եմ, որ մեր դիվանագիտության միակ անելիքը հիմա սա է։ Այն ինչ արվում է, այսինքն չեզոքություն պահել, լռություն պահել ավելի շուտ, ոչ թե չեզոքություն։ Լռությունը չեզոքության իմաստ։ Լռություն պահել։ Դե համերգ են այսօր, կարծեմ համերգի օրն է վարչապետի, դրանով են զբաղված, դրանով են ժողովուրդն էլ գնալու է երևի։ Մանկապարտեզա ոչինչ, մանկապարտեզն էլ օգտակցում է։ Կարծես թե հայտնի դարձավ, որպես շարունակություն այս թեմայի, հայտնի է դարձել J.D. Vance-ի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի օրը։ Կա ինֆորմացիա, որ դա լինելու է փետրվարի 9-ին։ Եթե մինչև փետրվարի 9-ը չնայած ասում են 48 ժամից հետո Միացյալ Նահանգները հարվածելու են Իրանին, դե դրանից առաջ էլ 24 օր էին ասում, հիշում եք, կարծեմ մի կես ամիս առաջ, մի 2-3 շաբաթ առաջ։ Մի խոսքով, եթե մինչև փետրվարի 9-ը ոչինչ չլինի, փետրվարի 9-ին J.D. Vance-ը գալիս է Հայաստան եւ Ադրբեջան եւ էլի նորից խոսակցություններ կան, որ դա շատ լավ է, նոր հեռանկարներ է բացում Հայաստանի առջև, մյուս կողմից ասում են, 3-4 օրը հետաքրքիր հարցազրույց ունեցա եւ մի այսպիսի ձևակերպում էր, ասեց Հայաստանը իմ բանախոսը ում հետ ես զրուցում էի, ասեց Հայաստանը դե գնում է դեպի Ադրբեջան եւ Թուրքիա եւ Հայաստանը այլընտրանք չունի, դա պետք է անի կամ Միացյալ Նահանգների հետ կամ առանց Միացյալ Նահանգների, ավելի ճիշտ կլինի, եթե դա նա անի Միացյալ Նահանգների հետ։ Այսպիսի ձևակերպում համաձայն եք դրա հետ Հայաստանը այլընտրանք չունի, գնում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան եւ հիմա մենք փաստացի գնում ենք Միացյալ Նահանգների հետ։ Իշխանած ես ձեր բանախոսով ա եղել, չեմ ցավոք չեմ ասել նաեւ, բայց բացարձակ հիմարություն ա դուրս տալիս ու ցանկալի է, որ ինքը ինձանից մնա շատ հեռու, որտեվ կարող է շատ վատ վերջանամ այդ հանդիպումը իր համար։ Իշխիրեմ ինքը ով ա եղել, լրիվ միևնույն, ով ուզում ա լինի, ասենք այդ նման հիմար հայտարարություններով մարդկանց ոչ միայն եթեր չի կարող, որ տնից չի կարող բաց թողել։ Իրանք տենց պիտի տանը մնան, դեղ խմեն ու տենց։ Հայաստանը չի գնում ոչ դեպի Թուրքիա, ոչ դեպի Ադրբեջան, սա բացարձակ հիմարություն է։ J.D. Vance-ը պետք է Հայաստանից ոչ թե հրավեր չստանա, այլ ասել, որ հեռու մնա Տղաջանես սահմաններից։ Հենց նոր ասեցի ինչու։ Փետրվարի 9-ին J.D. Vance-ին ընդունելը դա ակնհայտորեն ապակայունացնող գործողություն է, որտեղ դուք չեք կարողանալու փակեք մեկի բերանը, ով Եվրոպայի մեջտեղ անցած տարի ասաց, որ Եվրոպան պիտի գոյություն չունենա։ J.D. Vance-ը, եթե Թրամփը ասենք ծիծաղալու պերսոնաժ է, J.D. Vance-ը ծիծաղալու պերսոնաժի բանն է, մեյմունն է։ Դա ով է вообще։ Ինչ գործ ունի ինքը Հայաստան։ Ինքը ոչինչություն է, ինքը ոչ մեկ է, ամերիկյան դիվանագիտության մեջ էլ ոչ։ Հա փոխնախագահ է դա։ Ասենք ինքը ընդամենը մարդ է, ով կարողանում է ամեն ինչ անել, որպեսզի ստեղծել կոնֆլիկտ Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ։ Կներեք, Հայաստանը եք բերում, որ ինչ ան։ Ստեղծի կոնֆլիկտ Հայաստանի, Եվրոպայի եւ Հայաստանի Իրանի միջեւ։ Գալիս է ինչ անի։ Դուք կարծում եք այդ այցի այսպես այցի հետ միասին այդպիսի երանգ կարող է հաղորդվել այդ այցին, այսինքն իրանական հարաբերությունների վատ տարածում կամ հայտարարություն Հայաստանի տարածքից, ինչպես դուք ասացիք։ Գալու է հակաեվրոպական հայտարարություններ անի եւ հակաիրանական։ Ոնց եք դա ապահովելու, որ չանի։ Ոնց եք անելու, որ չանի, լավ։ Ինքը գալու է ասի, այ մենք արեցինք, Եվրոպան չկարողացավ։ Ասենք ինքը ոչի գալու եվրոպական դիտորդական առաքելության ասի շնորհակալություն, որ այս վերջի օրերին մի մետրից ավել ձունա նստած եղել այդ մարդիկ բարձրացել են դիրքերը, իրանց դիտարկումները արել են։ Գալու է ասի շնորհակալություն, ձեզ թվում է։ Թե գալու է ասի, որ երես ու իմ գոլֆիկը, երես բազմոց բրթողս եւ իմ գոլֆիկ վիտյոկի ու զյատյոկի տերը մենք խաղաղություն ենք ստեղծել, չնայած մատներին չեն տվել։ 44-ը իրանց օրով սկսեց, իրանց օրով վերջացավ, Արցախի էթնիկ զտման հետ կապված աստին հեսա կգանք ամեն ինչ կանենք, ոչ բան չարեցին,
Հիմա էլ վերցրեցին Բայդենի ու Բլինկենի ստեղծած փաստաթուղթը եւ եվրոպացիների հետ որ հունվարի 15-ի Բայդեն-Բլինկենի ռազմավարական համագործակցության խարծեն եւ խաղաղության փաստաթուղթը, ասին մենք ենք արել, հետո զինք իրենք սելջուկներից ինչով են տարբերվում։ Եկել են ամեն ինչ պատրաստի վրա, ասում են մենք ենք արել։ Այս դուք հիշեցրեցիք, ես ապրիլի 5-ն էլ հիշեցի, հիշում եք նախորդ տարվա։ Իհարկե Առաջին այդ հանդիպումը, այդ եռակողմ, որ այդպես ազդարարվեց, այդ դրա մասին հետո խոսվեց երկար, դա ապրիլի 5-ն էր, հիշում եք։ Այո։ Եկեք հիշեցնենք, որ Թրամփը 24 ժամում կանգնեցնում էր ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ հիմա ասում է ինձ չի հետաքրքրում դա։ Որ J.D. Vance-ը անցած տարի մի ուխելում ասաց, որ Եվրոպան մահացել է, գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ, for sure։ Եվ հիմա մենք ինչ ենք արձանագրում, Եվրոպան հետ է քաշվել, հարցնում եմ։ No։ Եվ Միացյալ Նահանգների հետ է Հայաստանը միակողմանի, Եվրոպան հետ չի քաշվել, մենք երթական անգամ արձանագրում ենք, որ Հայաստանի կամ ավելի լայն ասած հայոց ղեկավարությունը պատմականորեն հերթական անգամ կայացնում է սխալ դիվանագիտական որոշում սեփական գրպանների, հետույքների, բազմոցների եւ մնացածը պահելու նպատակով։ Հայաստանի իշխանությունները սխալ արտաքին քաղաքական դիվանագիտական սխալ որոշում են կայացրել։ That's it։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց որ Սևրի պայմանագրին տեր չկանգնեցին, տենց տեր չեն կանգնելու Տրիմպին։ Տրիմպը մնալու է որպես հիշատակ տրիպեր։ Ուրիշ ոչ մի բան։ Դա լավ է թե վատ տվյալ դեպքում։ Չգիտեմ, մաշկային հիվանդությունները լավ են թե վատ։ Կոնկրետ ճանապարհի մասին, եթե դա ճանապարհ է։ Ճանապարհ չի լինելու։ Այս ընթացքում, այս քանի գոլֆիկը այնտեղ նստած է, ինչ որ արվի, հետագայում Ադրբեջանը սարքել է մատիպատատան ու պահանջի, որովհետև Ադրբեջանից գալացող այդ բենզինը, որը գալիս է շատ կոնկրետ անձանց գրպանը փոխալցնում, ինքը անձնավորված որոշում է։ Աբշերոնյան ղեկավարության անձնավորված որոշում ասում են, այսօր բաց թողեք բենզին։ Դա միջազգային պայմանագրերի հիման վրա չի, Ադրբեջանը ընդհանրապես միջազգային հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների մեջ գոյություն չունի։ Շաքարավազի մասին են խոսում, որ լինելու է։ Շաքարավազ, ցորեն, այդ սաղ այսպես կոչված raw մատերիալները, որոնցից աշխարհում լցված է, թափած է։ Ասենք շաքարավազ կարելի է ստանալ, ասենք, Կոլումբիայից, Կուբայից, Ֆրանսիայից։ Մենք խնդիր ենք ունեցել բենզին ներկրելու, շաքարավազ ներկրելու հետ, գուցե մենք շատ խիստ խնդիրներ ենք ունեցել։ Չէ, մենք չենք ունեցել խնդիր։ Մարդիկ ուղղակի իրանք իրենց սահմանափակել են Ռուսաստանի հետ հարաբերություններով, երբևիցե չեն փորձել դա անել դրսից։ Որտեղ լեզու չգիտեն ու դուրսը իրանց հետ կաշառքով ոչ մեկ չի աշխատում։ Ջոս կարա դուրսը գաս, ասես արի գրի ինվոյսի մեջ 75 օրինակ, բայց ես քեզ քեշով կտամ, ասենք 50, դու այդ բաները կանես, չգիտեմ, ինչ որ սսմի բան են անում։ Ցավոք սրտի մեր այսպես կոչված դախլչիները, որոնք իրանք հայտարարել են, որ իրանք գործարար են, իրանք չեն տեղավորվում Եվրոպայում ոչ թե որովհետև ասենք Եվրոպան իրենց չի։ Չէ, իրանք ուղղակի չգիտեմ ոնց աշխատեն Եվրոպայում, առանց կաշառքի, առանց խաբելու, առանց ստանդարտները խախտելու, ոչ մի չգիտեն։ Իրանց պահելու ձև չգիտեն, հագնվելու ձև չգիտեն, նստել նիստ ու կացի ձև չգիտեն ում հետ կարելի է ոնց խոսել, ոնց բիզնես վարել։ Դրա համար իրանք չեն ուզում եվրոպական բանը։ Իսկ Ամերիկան նորմալ է։ Ամերիկան հերո է, Ամերիկայի ոտերին չի ոչ մի բան։ Եվրամիություն Հնդկաստան, այդ թեման եկեք դիտարկենք, եթե դժվար չի։ Եվրամիություն Հնդկաստանից առաջ ուզում եմ Ամերիկայի մասին մեկ բան հիշեցնել։ 3 օր առաջ Թրամփը հրապարակեց ցուցակ ձրիակերների։ Բացվեց, որ հայերի Ամերիկայում գտնվող հայերի 61%-ը ձրիակեր է, նստած է սոցիալական վճարումների վրա։ Հասկանում եք դա ինչ է նշանակում։ Դա խայտառակություն է մի ազգի համար, որը բան է, ասենք, ենթադրում է, որ ինքը, ասենք, չգիտեմ, պատմականորեն, ասենք, բիզնեսով զբաղվող ազգ է, գիտնականներ ունենք, բաներ ունենք։ Ստեղ Այդտեղից էլ գալիս է Ամերիկայում Տրամփի կողմնակիցներ հայերի քանակը, որտեղ անկիրթ են եւ ձրիակեր։ Ահա ձեզ պատասխանը։ Եվ նման բաներ շատ կան, ասենք, որտեղ որ համայնքը մեծ է,
անկիրք ձրիակերները շատ են, ասենք սոցի վրա նստած կամ կրթություն չունեցող, բոլոր տեղեր անհասկանալի գաղափարների կողմնակից։ Հիմա անդրադառնալով Եվրամիություն Հնդկաստան, որի մասին ես ձեր եթերում հայտարարել եմ երևի 44-ի ավարտից հետո անմիջապես կամ մինչև հետո երևի բան չէի բանում, այդքան չէի խոսում։ Եվրամիություն Հնդկաստան այդ հարաբերությունները շատ վաղուց նախագծված, կանխագծված պլաներ են։ Եվ այդ հարաբերությունների ամենագլխավոր կետում գտնվում էր Հայաստանը։ Հիմա այնինչ արել է Տրամպը, այնինչ անում է Տրամպը եւ այնինչ չհասկանալով կամ հասկանալով կաշառքով կամ հիմարության արդյունքում անում է Նիկոլի կառավարությունը ինքը այդ 1.4 տրիլիոնի բանը թողում է, որ Հայաստանի կողքով անցնի, Հայաստան չմնա։ Այսինքն դու հիմա պետք է ամբողջությամբ լինես Եվրամիության կողմից։ Ամբողջությամբ ոչ մի JD Vance, ոչ մի DJ Vance, ոչ մի Տրամփ, ոչ մի Պրամփ, ոչ մի Էփշտեյնի կղզի, ոչ մի մանկապիղծ ներառյալ Պուտին։ Ոչ մի բան պետքա չլինի։ Հայաստանը պետքա կցված լինի Եվրոպական միությանը որպես տնտեսական գործընկեր գոնե ասոցիացիան պայմանագրով, եթե ոչ արագացված տեմպով դառնալով Եվրամիության անդամ։ Ես հիմա բացատրեմ խնդրեմը որն է եւ ինչու է Տրամպը այդպես հիստերիկացել եւ ոնց որ ասում են ոզնու փշերով փիղ ծնում ամբողջ ամերիկյան establishment-ը 450-500 միլիոն Եվրամիությանը ամենահազոր տնտեսությանը համաշխարհային մասշտաբով եւ 1.4-1.5 միլիարդանոց Հնդկաստանին ոչ մեկ մրցակից չի աշխարհում ոչ Չինաստանը ոչ առավել եւս Ամերիկան իսկ հաշվի առնելով որ այդ հակաուկրաինական հիստերիան, որ սպիտակ տանը իրականացվում է, չգիտեմ որ պատճառներով երևի Էփշտեյնի կղզում տենց է ստացվել, այդ հիստերիան հաշվի առնելով աշխարհը վաղուց կիսվել է երկու ճամբարի, այսինքն նրանք ովքեր Եվրոպայի հետ միասին Ուկրաինային են աջակցում եւ նրանք ովքեր իրանց էշի տեղ են դնում ու համարում են որ ամեն ինչ նորմալ է։ Այդ իրանց էշի տեղ դրած ճամբարում գրեթե մարդ չկա։ Հիմա այդ էշի տեղ դրած ճամբարում հայտնվել է Ամերիկան, Տրամպի թեթև ձեռքով, բայց դա երկար չի տևի։ Ես դրա համար եմ ասում, այս Տրամպաստերությունը, այսինքն փոխանակ ինքը վերցվի որպես բան, որ ասում են նյացվեց, նիմայաչից։ Հա, օքեյ, Տրամպին դուք վատ բան մի ասեք, ինչ որ մենք ասում ենք բավարար է, դուք ձեր գործը դեպի Եվրամիություն արեք։ Չէ, սրանք բռնել են Տրամպին ոնց ասած, ծնկները պաչելով գնում են առաջ։ Իսկ դա հիմարությունը, դա բերելու է Հայաստանի համար լրջագույն խնդիրների, տնտեսական առաջի հերթին։ Եվրամիություն Հնդկաստան, եթե այդ բանը ստեղծվեց առանց Հայաստանի, դուք ում եք պետք։ Տրամպին։ Տրամպին էսա impeachment են անելու։ Ինչ եք անելու դրանից հետո։ Ամերիկա first քաղաքականության շնորհիվ Ամերիկան փակվում է իր թերակղզում կոպիտ ասած։ Ամենասկզբից ասել եմ եւ ես նորից ճիշտ եմ դուրս գալու եւ անցնալու է ժամանակը ոնց որ հիմա Եվրամիություն Հնդկաստանը կնքվեց 4 տարի, 5 տարի անց են պահից երբ մենք ձեր եթերում մատերի վրա բացատրում էի, քարտեզի վրա բացատրում էի, որտեղ դու հաշվարկելի բան է դա։ Հիմա ես ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր Մոնրոյի կամ Տրամպի Մոնրոյի կամ չգիտեմ ինչ ուզում եք Դոնրո է ասում, Դոնրո։ Դոնրո, հա, Դոնրո Դոնրոյի դոկտրինով ստորագրվել է իր սեփական թուլության մեջ։ Եվ դա հասկանալի է եւ բացատրելի է եւ այդ puzzle-ը վաղուց հավաքվում է, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրագույն կրթության համակարգը չի առաջարկում Ամերիկայում բնակվող մարդկանց հնարավորություն, ասենք Ամերիկան պահել որպես առաջադեմ երկիր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները տնտեսապես եւ տեխնոլոգիապես առաջադեմ երկիր են եղել բացառապես ներգաղթի շնորհիվ հիմնականում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հենց դրա շնորհիվ է որ Ամերիկան ստանձնել է տեխնոլոգիական առաջատարի դերը այդ թվում իրանց տիեզերական ծրագիրը որը Oppenheimer-ն է այսինքն գերմանական ծրագիր է չգիտեմ մոբայլ հեռախոսների որով խոսում ենք ասենք դա Steve Jobs-ն է որը սուրիացի փախստական է որը 47-ից հետո փախել են Սուրիայից եւ ասենք ինքը մեծացել է հայ ընտանիքում։ Եվ այդպես բազմաթիվ օրինակներ դուք մարդ չեք գտնի ով փախստական չի կամ էմիգրանտ չի Ամերիկայում, որը բան է ստեղծել։
Մասկը, որը հարավային Աֆրիկայից է եկել, ոնց էլ ուզում եք վերաբերվեք։ Ինքն էլ է հարավային Աֆրիկայից, Ամերիկայից ցանում չի։ Որտեղ եք տեսել South Dakota-ից մեկը ձիուց իշլի դառնա ինժեներ։ Եվ այս կասեցնելը եւ բանը, այո, իհարկե, Տրամպին ձեռք է տալի հին տիպի տնտեսությունը, ինքը իր ընտանիքին ուզում է բան ստեղծի։ Ինքը ուզում է Վենեսուելայից նավթ գողանա, դնի իր փեսում բանի մեջ օֆշորային ֆոնդի։ Իրանից ինչ է ուզում։ Հասարակավազակ է, Իրանից ինքը ուզում է պարտքը վերադարձնի Նետանյահուին, որտեղ հրեական լոբին ամբողջությամբ աշխատել է իր համար։ Իրանին, Իսրայելին պետք է որ Իրան չլինի։ Այս բանը, որ բարդակ լինի ստեղ։ Հենց այն պատճառով, որ բանը միևնույն ժամանակ չստեղծվի Հնդկաստան Եվրամիություն բանը կանալը, որը պետք է անցնի Իրանով եւ Հայաստանով։ Եթե Իրանում ասենք երկիրը տրոհվեց, եթե այնտեղ սկսեց քաղաքացիական պատերազմ, պարզա այդ հետաձգվելու է, չի լինելու։ Եվ հետաձգվելու է նաև Եվրամիության այդ ահռելի ռեսուրսների միացումը հնդկական աշխատանքային ռեսուրսի հետ եւ այդ բանի կոալիցիայի աճը, որը ավտոմատ բերելու է ամերիկյան կոալիցիայի անկմանը, որը բաղկացած է ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից եւ մասամբ Չինաստանից։ Թրիփ ճանապարհի դուք ասում եք չի բացվելու, բայց վերցնենք, քանի որ դուք ասում եք DJ Vance-ը, DJ-ը կարծես թե Trump-ն է, DJ Trump-ն է, նա JD Vance-ն է։ Եվ այլն, եւ այսպես հայո, իր այս այցը հենց ասում են ժամկետներ պետք է նշվեն, այսինքն Թրիփի հետ կապված է այս այցը։ Դե այդպես է պաշտոնապես ներկայացվում։ Այս դեպքում, եթե Թրիփը աշխատեց, դուք ասում եք Եվրամիություն, Հնդկաստան, Հայաստան, այդ ուղիները, կապերը, դրանք ինչ են լինում։ Եթե Թրիփը աշխատեց, ինձ համար անհասկանալի է ինչն եք հայտարարում աշխատելը։ Թրիփի աշխատելը նորմալ վիճակում, եթե տենց վերցնեք, դա Թուրքիայի սահմանը բացում է, Թուրքիայի կողմից։ Ուրիշ աշխատելու բան չկա, որտեվ Թուրքիայից դեպի կենտրոնական Ասիա Կասպից ծովով այդ ճանապարհը ոչ մեկին չի հետաքրքրում։ Էլ եմ ասում, Չինաստանը 100 անգամ երևի փորձել է այդ ճանապարհը աշխատացնել։ Վերջի անգամ այս վերջի տարիներին 2 թե 3 անգամ գնաց ուղարկել են։ Ձեռք չի տալիս, վերջակետ, ձեռք չի տալիս, եթե բոլշևիկյան սկզբունքներով աշխատող Չինաստանին, այսինքն պետական սուբսիդավորմամբ։ Եթե այդ պետական սուբսիդավորմամբ աշխատող չինական ընկերություններին այդ ճանապարհը ձեռք չի տալիս, ինքը 150%-ով ձեռք չի տալու ոչ մի կոմերցիոն հիմքերով աշխատող ընկերության, որտեղ այդ մուլտիմոդալ փոխադրումները Կասպից ծովով, որը ծով չի, լիճ է, որի մակարդակը իջնում է տարեկան մոտավորապես 50-ից 50 սանտիմետրից 1 մետր, դա նշանակում է, որ այդ նավահանգստային ենթակառուցվածքը, օրինակ Ակտաուում բանում կասախական կողմը ամեն տարի պահանջում է 300 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի ներդրում, որ ինքը շարունակի աշխատել։ Որ դա ֆինանսապես, որ բիզնեսը ֆինանսի վրա չի հիմնվում։ Պետք է դնեն հաշվեն, այսքան ներդրում ենք անելու, այսքան պետք է հետ բերենք, ROI չունի այդ։ Տասնամյակներ հետո է ROI լինելու այդ return on investments։ Իսկ Տրամպը ընդամենը 3 տարի է մնացել։ Ընդունենք JD Vance-ը հույս ունի, որ ինքը 3 տարի հետո կընտրվի նախագահ, որ ասում են կվանշ, չի լինելու տենց բան, ամերիկան չի կարա 2 անգամ չնայած հույս ունենանք, որ չի կարա 2 անգամ մեկը մյուսից հիմար նախագահ ընտրի։ Հետաքրքիր ազդակներ են ժամանակ առ ժամանակ, ես գիտեմ դուք այս թեման չեք սիրում, Ռուսաստանից եկող ազդակները, բայց վերջինը, որը այսօր ես տեսա, հետաքրքիր ձևակերպում էր։ Տեսեք, Ռուսաստանը երբևիցե չի ասում՝ մի գնացեք, մի խորացրեք ձեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց այսօրվա այդ ձևակերպման մեջ կար հետևյալը՝ Եվրամիությունը ստեղծում է ռազմաքաղաքական կառույց, որը ուղղված է Ռուսաստանի դեմ, եւ եթե Հայաստանը գնա դեպի Եվրամիություն, նա դառնում է մեծ թշնամի։ Շատ ուրախ եմ, հրաշալի է։ Անձամբ 2
ձեռքով կողմեմ Ռուսաստանին իստերիկա եւ ինֆարկտի հասցնելու։ Այսինքն պրոբլեմ չունեմ ես դրա հետ, վստահեցնում եմ ձեզ, Հայաստանի համար դա միակ փրկությունն է, որ Ռուսաստանը ավտոմատ ասի, որ Հայաստանը իր թշնամին է ու պրծնենք դրանից։ Որտեվ ի վերջո այդ թվում ստեղ համայնքներում մարդիկ պետք է հասկանան, որ Ռուսաստանը թշնամին է։ Առաջին անգամ Ռուսաստանի իշխանությունները 1829 թվականից սկսած ճշմարտություն են ասում, որ Հայաստանը մեր թշնամին է, այն եթեները կապ չունեն։ Կապ ունի այն ինչ որ իրանք ասում են, որ Հայաստանը մեր թշնամին է։ Այսինքն իրենք միշտ են այդպես դիտարկել, ուզում եք ասել, միշտ են այդպես դիտարկել, միշտ, որտեվ այն ով որ չի ուզում, որ Հայաստանը լինի իր թշնամին, կամ չի անցալում երբևիցե ոչ մի պլաներում Հայաստանը որպես թշնամի, ինքը երևի 15000 ձև կայ, ասում ես գիտեմ 40 քանի ձև 1 միլիոն վաստակել։ Հայաստանը այնքան փոքր է, ես Մարսելում եմ, Մարսելը մի թաղամասի չափ է։ Հայաստանին գործընկեր պահելու համար առանձնապես բան պետք չի։ Ոչ մի բան պետք չի, հատուկ կարգավիճակ պետք է տես եւ չկտրես։ Եթե Հայաստանի վրա հարձակվում են, ասենք դու պետք է, չգիտեմ, 25 հատ կործանիչ բարձրացնես, այդ հարձակողի երանից ես, ինչ որ ինքը պետք է աներ 44 ժամանակ։ Բայց իրանք բան են, ոչ մեկ են, ինչպես Երևանում գրափարով ասում են, ֆուֆլո են։ Դրա համար ասենք նորմալ է։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը իր թշնամին է։ Վերջապես, շատ շնորհակալ եմ, շատ զգացված ենք, այստեղից սկսած մարշներդ նվագեք։ Եթեյով է դեռ։ Եթե դուք գնում եք եթեից ամենակարևորը այն է, ինչ որ ասում են եթեից հետո, եւ սա ասում էր մի անձնավորություն, որ սաղ աշխարհը մատների վրա խաղացրեց, Սեր Ուինստոն Չերչիլը լոկ մատորում։ Ասում այն ինչ ասվում է եթեից առաջ, ոչ մի նշանակություն չունի։ Եթեից հետո նա կարևոր։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818-813-2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ,
Սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Սարգսյան, Եվրոպա, Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունների պարագայում այսօրվա եկեք նույն հարցը այստեղ դիտարկենք։ Տեսեք, Ռուսաստանը ձևակերպեց։ Եվրոպան ստեղծում է ռազմաքաղաքական, չգիտեմ, ՆԱՏՕ-ն ռազմական էր, Եվրոմիությունը ռազմաքաղաքական։ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական է, ուղղակի ՆԱՏՕ-ում կա գոլֆիկ։ Ռազմաքաղաքական է, բայց հիմա Եվրամիությանը երբեք չեն անվանել ռազմաքաղաքական։ Եթե Եվրամիությունը ռազմաքաղաքական կառույց է ստեղծում, որը ուղղված է դեպի Ռուսաստանը, ես առաջ եմ էլի ընկնում, կարող է վաղը Միացյալ Նահանգները նույնպես ասեն Եվրամիությանը ձեր անդամակցելը մեր դեմ է։ Աբա ոնց։ Եվրոպայի ռազմաքաղաքական բան ստեղծելը մի քիչ ժամանակից շուտ եղավ, որովհետև Եվրոպան մեծ հաշվով, ինչ տրամաբանական սկսեց տնտեսական միավորումից, հետո դա վերածրեց քաղաքական հումանիտար միավորմանը, այս Եվրամիության այս մի քիչ նեոմարքսիստական բաների հիմնված մարդու իրավունքների վրա եւ նորմալ բան ստեղծեց, եւ հաջորդ քայլը պետք է լինի ռազմաքաղաքականը, որովհետև ժամանակ առ ժամանակ գոլֆիկի նման անձնավորությունները ասում են, պիտի Գրենլանդիան վերցնենք։ Կամ ասում են, որ Ռուսաստանի հետ դուք մենակ եք, մենք ձեզ չենք պաշտպանելու, մեր հիմնական թշնամին բանն է, պինգվիններով են կղզին բան արած, մենք իրանց դեմ ենք, որովհետև Չինաստանի դեմ ինքը չի կարա։ Չինաստանը իր դեմ չի կարա, դա մատից ծծած է, աստված եթե մատից այդ պատմությունը, որ Չինաստանը ուզում է Ամերիկայի վրա հարձակվի, Ամերիկան էլ ուզում է հարձակվի Չինաստանի վրա, բացարձակ հիմարություն։ Պետք է Տրամպը լինես կամ Տրամպի կողմնակից հիմնականում անգրագետ, բութ, շատակեր, որ մեծանաս դառնաս չաղ ու բախտավոր էլ, մոտավորապես տենց։ Անհնար է այդ պատկերացնել։ Հիմնական թշնամին Եվրամիության ինչի մասին Տրամպը, Մասկը, DJ Vance-ը, բոլոր այդ լնգուլավազները, որոնք այնտեղ կուտակվել են աչերի կողմից, հիմնական թշնամին Եվրոպան է։ Որովհետև իրանք շատ լավ հասկանում են, որ Եվրոպան է ամենահզոր տնտեսությունն է, Եվրոպան է ամենահզոր մշակութային, սպորտային, գիտական առաջատարը, համաշխարհային մակարդակով, համաշխարհային հասկանում են, որտեղ կա ֆրանկոֆոնիայի միություն, կա British Commonwealth, կա գերմանական դասական փիլիսոփայություն, կա իտալական փիլիսոփայություն, քաղաքագիտություն, ասենք Պարետոն, կա երաժշտություն, որ ասենք, չգիտեմ, դուք ինչ ուզում եք անեք, դուք չեք կարող ասել, որ ասենք, չգիտեմ, ինչ ասեմ, դու Մոցարտի երաժշտությունը բան ասենք, պետք է չլինի եւ Ամերիկայի համարժեքը բերեք Մոցարտի երաժշտության կամ բանին, ասենք, չգիտեմ, ինչ անեմ, տարվա եղանակները ասեք, որ չէ։ Մետալիկայի ամբողջ կազմը միգրանտներ են Եվրոպայից։ System of a Down-ը, որը համարվում է Ամերիկայի բան, իրենք Եվրոպայից են եկել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները տալիս էին ազատություն եւ տալիս էին իրավունքներ, մարդու ազատություններ։ Այն պահից, որ DJ Vance-ը եւ բանի գոլֆի սիրահարը յուր անշարժ գույքի գործակալներով Ամերիկան տարան դեպի տոտալիտարիզմ եւ ասեցին, որ Պուտինը այսպես տղա եկեք ես Իրան ընդունեմ Ալասկայում ծաղտամ։ Ամերիկան կորցրեց այն միակ բանը, որ ուներ։ Այսինքն աշխարհի համար ինքը մի տեղ էր, որտեղ կարելի էր պահկվել տոտալիտարիզմից։ Բայց երբ Ամերիկայի նախագահն ասում է, որ տոտալիտարիզմը լավ է, Եվրոպան վատ է, ես պետք է Գրենլանդիան գրավեմ, կամ պետք է բռնեմ Մադուրոյին փախցնեմ, որպեսզի Մադուրոյի մի քանի տանկերից փող առնեմ, այդ սահի բերանը փակեմ, բայց ասենք սա նարկոկարտելները ոնց աշխատում էին Վենեսուելայում, տենց աշխատում են։
ոչ մի չի փոխվել, մի քանի քաղբանտարկյալ կամ մի քանի տասնյակ քաղբանտարկյալ բացել թողի, վաղը նորից կբռնեն ինչ պիտի անես։ Ասենք չի սիստեմը չի փոխվել, այսօր կթողեն վաղը կբռնեն։ Ինչ էր ասած, արածը ինչ էր։ Կամ եկեք Իրանին խփենք, Իրանին խփեց, ասեց 100% ամեն ինչին խփել են։ Յամիշ չանցավ, ասում է Իրանը դե միջուկային ծրագիրը շարունակում է։ Մենք կոնկրետացեք հրա։ Կամ խփել եք, վերացրել եք, կամ խփել եք, փուստ եք տվել, եթե ինքը շարունակում է։ Որտեղ եք սուտ խոսում, որ պահին։ Անասում կամ խաչը թանի, կամ հանրավարտիկը դրակի ձևը։ Ու սենց ամեն ինչը, եւ Ամերիկան ուղղակի ցույց դատար կա, փուչ է։ Ի տարբերություն Եվրոպայի, որը պայքարում է, Եվրոպայի ներսի էս կարեկները, ասենք, նույն Օրբանը, որին իհարկե ես չեմ սիրում, բայց չես կարող բանը, նստած քաղաքական պայքար է գնում, Օրբանը ասում է 25 միլիարդ տվեք, Ուկրաինային 5 միլիարդ կտորեն որ տա։ Եվրոպան ասում է չենք տա ու ստեղծում է մեխանիզմ, որպեսզի դա ստանան 27 երկրով։ Դուք տեսեք Դանիայի պարլամենտում ոնց են, ասենք, 1980 բառը կայֆաբատ ալնում Տրամփի վրա։ Բարգավաճ մեկը վարչապետին հաստատում ասում որոշեց որ Գրենլանդը պիտի վերցնեն, ասում է դե որտեվ ինքը բանը համարում է որ Նորվեգիան իրան Նոբելյան մրցանակ չի տվել, ասենք դա այդ անգրագետ է դա, ինքը սկիչ գիտի որ դա Նորվեգիան չի, ինքը Նորվեգիայի վարչապետից պահանջում է որ Նոբելյան մրցանակ իրան տան, դե գնայեք ասում եզդին բացատրի որ բանը փիղը թրջուն չի, դուք պատկերացնում եք աբսուրդի մակարդակը, պատկերացնում եք դա հոգեկան հիվանդ է, եւ տանել Հայաստանի արտաքին քաղաքականությունը դնել հոգեկան հիվանդի կմաճույքների տակ, դա ասենք դու էլ պետք է հոգեկան հիվանդ լինես։ Այս հարցերը քննարկում ենք, որովհետև շատ են խոսում, որ Հայաստանին այլընտրանք չի թույլ տրվում, մենք խոսում ենք այն մասին, որ դեպի Եվրոպա պետք է հայտ ներկայացնենք Եվրամիության անդամակցության, եւ հիմա մի կողմից Ռուսաստանը ես ներկայացրեցի վերջին ուրեմն միտքը որ ուղղությամբ է գնում, եւ հիմա Միացյալ Նահանգներն են, հարցս այդպես է կարող է այդպես խիստ դրվի, մինչեւ հիմա ասում են բալանսավորված քաղաքականություն թույլ չտրվի այլևս բալանսավորվել Հայաստանին եւ գնալ խիստ այս կողմ կամ այն կողմ, տվյալ դեպքում Միացյալ Նահանգներ կամ հիմա Միացյալ Նահանգներ կամ Ռուսաստան։ Եվ այստեղ պարզապես ես ասեմ, որ Եվրոպայից այո, վաղուց այդպես շատ ակտիվ ձայն չենք լսում գործողություններ հայ-եվրոպական հարաբերությունների տիրույթում չենք տեսնում, բայց երեկվա ինֆորմացիա, այսօրվա կամ երեկվա ինֆորմացիաներ, որ վերջապես այդ խաղաղության, եվրոպական խաղաղության հիմնադրամից այդ 20 միլիոն եվրոն 20 միլիոնը ստացվել է, այո, ստացվել է, այսինքն գործընթացները չեն դադարեցվել Եվրամիության կողմից, գործընթացները ինչ որ հայտարարվել էր կամաց արվում է, կամաց չէ, արվում է ըստ ժամանակացույցի կամ ինչպես հնարավոր է, պայքարը այդ ուղղությամբ գնում է, մնում է նորից այն առաջին հարցը, Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանը պետք է լինի պասիվ, Հայաստանը պետք է լինի ակտիվ, համեցեք։ Ես դες խոսք էի տվել ուղարկել այդ Մակրոնի բան ուղարկել եմ, այդ որ երիտասարդությունը։ Այդ ես չեմ տեսել, որ դուք ասել եք։ Ինքը շատ բան է, ճարի ժամանակ ասում է Եվրոպական միությունը ասում որոշ չափով դանդաղ է, ֆորշուղ, այդ ֆորշուղը սարքել են բան, ուղարկեմ, շատ բան է։ Տեսեք, Եվրոպական միությունը աշխատում է դանդաղ, բայց ֆունդամենտ։ Եվ սա զայրացնում է բոլոր ժուլիկներին։ Եթե դու ժուլիկ ես, եթե դու ասենք ինչ-որ սենց մեքենայություն ես անես, մեքենայություն ես ուզում անես, որ արագ ես շուտ ես սենց անենք, շուտ ստորագրի վերջիննա, բանվորում կես խապում են, չէ։ Եվրամիությունը աշխատում է ֆունդամենտալ, հիմա որոշումները կայացվել են, թե դա է, թե վիզաների ազատականացումն է, նաև դրա հետ կապված փոխվել է կամ արդեն փոխվել է կամ հեսա փոխվել է նոյեմբերից եթե չեմ սխալվում քաղաքացիություն ստանալու մեր պրոցեդուրան Հայաստանի Հանրապետությունում այլևս չի լինելու այդ տարագացված ռեժիմով, բան որպեսզի Ռուսաստանից ամեն եկածը քաղաքացիություն չստանա սիկտիվ կարից առնելով ինչ-որ ծննդական, ասելով որ ինքը սենց ուզբեկի աշկերով է, բայց իրա պապան հայ է եղել։ Այդ բաները շատ կարևոր են այդ գործընթացները եւ այդ գործընթացը դեպի Եվրոպայի ինտեգրում շարունակվում է Եվրամիությունում
բավականին մեծ խնդիրներ կան այս պահին կապված Ուկրաինայի հետ, մեծ Եվրոպայում, լավ սենց ասեմ։ Հայաստանի հարցը դրված է եւ Հայաստանի հարցի պատասխանը տրված է, Հայաստան պետք է լինի Եվրոպայի քաղաքական եւ կամ ռազմաքաղաքական բլոկի մաս։ Առանց դրա, կոպիտ ասած, Եվրոպայի համար դա հավելել անվտանգություն է եւ հնարավորություններ բավարարելու Հնդկաստանի պահանջը, որտեղ Հնդկաստանի պահանջն է Հայաստանը։ Հնդկաստանն է ասում, որ ես ուզում եմ Հայաստանով դուրս գամ Եվրոպա, որպեսզի իմ մոտ միջին դեպ մեջտեղը ճանապարհի ոչ մեկ չբուսնի, ասի չէ կանգնում։ Այդ բուշոնը պրոբկեն հդխացանումը ոչ մեկ չստեղծի։ Եվ սա պետք է բավարարի Եվրամիություն, դրա համար Եվրամիությունը դրանով հանդերձ Հայաստանը պահում է ուղղակի Եվրոպայում բոլորը հասկանում են, դա 2 տարվա բան չի։ Եվ առանձնապես հիմա ճնշել Փաշինյանին պետք չի։ Եթե Փաշինյանը շատ կամ Փաշինյանի կառավարությունը, որտեղ ենթադրում ենք, որ մենք ժողովրդավարական պետություն ենք, եւ նույնիսկ չի որ Փաշինյանը միանձնյա որոշումները կայացնում, ել եմ ասում ենթադրում ենք, կարող է եւ կայացնել։ Ենթադրում ենք, որ դա այդպես է, եւ Փաշինյանը եթե միանձնյա շատ սխալ հիմար որոշումներ չկայացնի, այսինքն տանի մեզ գցի Տրամպի ջրերը, որ հետո Տրամպի իմպիչմենտից հետո մենք մնանք մենակ բոլորի դեմ, ապա 2-3-4 տարի հետո Եվրամիությունը ոնց այդ բանը տեսնում, այդ պլանը։ Այդ պլանը կիրականացվի, ցավոք սրտի, եւ իմ կոպիտ ասած հիմնական պայքարը եւ մեղադրանքը գործող իշխանությունների նա է, որ մենք ունենք հնարավորություն այդ process-ը արագացնելու զգալիորեն արագացնելու։ Իմ հարցը էր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները չեն դանդաղեցնում կամ նահանջի բերում դեպի նահանջ Հայաստանի գործողությունները։ Միանշանակ բերում են, բայց այդքան վաղ ինչ են բացում։ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն դանդաղեցնում է, ոչ միայն կասեցնում է, այլ ասենք 2-3 անգամ թանկացնում է այդ գործընթացը ռեսուրսների տեսանկյունից։ Մենք ավելի շատ ամեն տարի ինտեգրվելը, ամեն տարի հետաձգելը եվրոպական ստանդարտների կիրառումը, ամեն տարի հետաձգելը եվրոպական մեխանիզմների համաձայն այս կամ այն գործընթացը կազմակերպելը թանկացնում է, որովհետև այդ ամեն ինչը պահանջում է սերունդների աշխատանք։ Իսկ մեր մոտ սերնդափոխությունը շատ վատ է տեղի ունենում։ Մեր մոտ այդ բումերները չեն ուզում գնան։ Մեր մոտ գեներալիտետը մինչև բումերներ են։ Այդ լուրջ պրոբլեմ է Հայաստանի համար։ Եվրոպայի համար էլ այդ պրոբլեմը կա։ Եվրոպայում համայնքներում այդ պրոբլեմը կա։ Որ ասենք բանը այդ բումեր կոչվածները 50-ական 60-ականներին ծնվածները նստել են բանի համայնքների ղեկավարման տեղերում եւ հիմա համայնքները ղեկավարում են նույն կերպ ոնց որ սովետական միությունում։ Ոնց որ ես եմ ասում թոքախտավոր թափանցիկ տմբլտաշից բացի ոչ բան չեն անում։ Քաղաքական կարծիք չեն ուզում արտահայտեն։ Ոչ միայն Հայաստանի նկատմամբ, այլ նաեւ տեղում։ Իսկ մարդիկ ահռելի համայնքներ են, ահռելի հնարավորություն ունեն, բայց ներքին քաղաքական բանի վրա չեն ազդում համայնքը։ Համայնքի ղեկավարն է ազդում, փորձում։ Նրանք փորձում ազդել։ Մենք արդեն բացում ենք այդ թեման, թե ինչպես է այդտեղ իրավիճակը, թե ոնց ուզում եք, չէ, ամփոփենք եկեք այնուամենայնիվ այդ առաջին ժամը չեմ տեսնում, ամփոփենք առաջին հատվածը եւ այո անպայման ես ուզում եմ հարցնեմ ձեր տպավորությունները, որտեղ եղել եք Հռոմում, Լիոնում եւ Մարսելում, հա, եթե չեմ սխալվում, ձեր տպավորությունները անպայման ստանան։ Մեծ հանդիպումները դրանք երկարաժամկետներ է։ Եթե դեմ չեք։ Հիմա բանում եմ։ Տեսեք, եթե ամփոփեմ այսպես է, նախ ամենակարևորը իհարկե հանդիպումները Մարսելում պետք է լինեին, բայց եղան Լիոնում, որտեղ պարզվեց, որ շատ կարևոր է, որպեսզի հանդիպումները լինեն շարունակական։ Օրինակ Լիոնում իմ երկրորդ հանդիպումների շարքն էր 6 ամսվա 7 ամսվա ընթացքում, մեկ անգամ հունիսին էր տեղի ունեցել այդ ամբողջը, հիմա երկրորդ բան։ Եվ զգալիորեն մեծացել էր դրական արձագանքը եւ դիսպուտի մակարդակներ բարձրացել։ Մարսելում երևաց, որ գոյություն ունի համայնքի մի մաս, որը մտածող է եւ որը հարցադրումների բան է, եւ համայնքի հնից մնացած ղեկավարություններ եւ տարբեր կազմակերպություններ
որոնք չեն ուզում ոչինչ փոխվի, որովհետև չգիտեն փոխվածի հետ ինչ անեն։ Այդ իրանք են, որ ասում եմ, տերյանական ոտանավորների եւ քոչարիական երաշտության միջև համայնքի կյանքը տենց են տեսնում։ Իրանց համար հայապահպանությունը դա տմբլտաշն է։ Կամ տխուր արարողություններ, որտեղ որ բան sense երևնը տողատակերով անցնում է, ուրիշ բան չկա։ Չկա ուրիշ ոչ մի բան, չգիտեն ինչ անեն, չեն պատկերացնում։ Չգիտեն Հայաստանում ինչա կատարվում, չեն ուզում հասկանան Հայաստանում ինչա կատարվում։ Իհարկե կա հիմնավորված կարծիք, որ քանի որ հիմնական մասը արևմտահայերենով են խոսում, իրենք չեն հասկանում հիմա արևելահայերենով ինչ հայ կատարվում, բայց դա այնպես մի քիչ երկրորդական է, որտեղ օքեյ, ես էլ արևմտահայերեն գրել չգիտեմ, բայց որ խոսում են, ես հասկանում եմ։ Ահա խնդիր չկա, ինչի ես ասենք Լիոնում նույն տիպի մարդիկ են, իրանք հասկանում են, իսկ Մարսելում չեն հասկանում։ Չէ, հարցեր կան եւ այդ հարցերը համայնքների հետ կապված լրջագույն են, ահա որ դժգոհություն կա Սփյուռքի պատասխանատուի նկատմամբ, ահա որ աղրելի։ Սինանյանի մասին է խոսքը, Սինանյանը։ Այո, կառավարության մակարդակով բացի թողի վիճակա ոչ մեկ չի զբաղվում համայնքներով, դրա համար համայնքներում ժամանակ առ ժամանակ համայնքներով սկսում են զբաղվել շարլատաններ, որոնք համայնքի հնարավորությունը վերցնում են, օգտագործում, սաղին վախեցած են պահում, հանգարց չասեք վնաս կլինի, ռուսները չլինեն, թուրքերը չլինեն, այլ մոլորակայինները կգան, այնպես դավադրական տեսություններ են, նայում ես ասես 21-րդ դարն է, ինտերնետը բաց նայի, ի վերջո տոմսը Հայաստան 25 եվրո է, 50 եվրո տուր գնալ գալու տոմսար, արի 3 օր մնա կոֆե խմի գնա կարող է հասկանալ, որ սպասարկման ոլորտով Երևանը նույն ասենք Մարսելից 10 դրող առաջ։ Այսինքն Այդտենց։ Ես հիմա չեմ ուղղակի ցույց տամ, բայց ասենք հյուրանոցներում բան ես անում, դրսի պատշգամբների բաների մաքրությունը, Երևանում այդպես հյուրանոց ելներ։ Տանորենով բանով հանել կտային տերերը։ Պարոն Սարգսյան, դուք ասում եք համայնքը նախատեսում է կառույց, համայնք է թե արդեն պարզապես մարդիկ են, հայեր են, որոնք ապրում են։ Համայնքը լավն է, համայնքը օբշինան է, այդ մարդիկ են, ովքեր ստեղ ապրում են։ Հենց որ իրանք փորձում են ինչ որ կառույցի հետ աշխատել, կառույցներն է որ ռազմավարություն չունեն։ Այո։ Ասեմ ձեզ կառույցները ռազմավարություն չունեին, ցեղասպանության ընդունումից հետո ինչ ալինելու։ Ընդ որում Ամերիկայում, Ֆրանսիայում ավելի շուտ է եղել։ Սրանք մնացել են այդ բանի մեջ։ Անհասկանալի ինչ-որ բաբլի մեջ են ապրում։ Ասում եմ, ինչ, ասում եմ երիտասարդները չեն գալու։ Ասում եմ, հա չեն գա, բա իհարկե չեն գա։ Ինչ եք առաջարկում։ 12-րդ դարի բաներ, հա, շարականներ։ Ինչու եք պատրաստում երիտասարդությանը կպցնել հայկական համայնքի հայապահպանությանը։ Դժվար է 10 հատ Arduino-ի նաբոր անել 7 տարեկան երեխեքին գալ բերել լցնել ստո ռոբոտաշինություն անել։ Դա եղել է, ըստ երևույթին չի արդարացնում իրեն։ Ոչ, չի եղել։ Նու, եղել է որ հայալեզու թերթ եղել է, երևի դժվար է պահելը։ Հայալեզու թերթը ում է պետք։ Դե ասեք ինչ է պետք, որպեսզի այդ երիտասարդությունը որպեսզի հետաքրքրված լինի համայնքի կյանքով, երիտասարդությանը պետք է հրամցնես այն, ինչը երիտասարդությանը ձեռա տալիս։ Դե հա, թերթն էլ անցած է դա։ Okay, անցած հիմա լավ, ասենք application-ներ պետք է լինեն։ Պետք է ինչ-որ մրցումներ լինեն։ Երեք ասում եմ կանգնած հանդիպումն ա գնում, ասում լավ 6 հատ կամ 6 հատ կազմակերպություն ա, նո ասենք 4 կուսակցություն, 2 սպորտային։ Գոնե այդ 6-ի մեջ ֆուտբոլային առաջնություն կազմակերպել։ Գոնե տենց։ Որ հասկանանք, գոնե այդպես կյանքը գնա, որ իրանք իրար ճանաչեն, օքեյ, հակառակ թիմերով, ասենք Ռեալն ու Բարսան խաղում են, մեկը մյուսին տանել չի կարող, գոնե տենց։ Թո դաշնակներն ու հնչակները իրար դեմ խաղան, եթե այդ արծեր բանը։ Թո Մարսելը Լիոնի դեմ խաղա, թո չգիտեմ, դեռ ինչա Մոնպելիեի թիմը դուրս գա բանի դեմ, Փարիզի դեմ խաղա, թող հայկական համայնքի առաջնություն ունի, բայց թող լինի մի բան։ Ինչքան կարելի է պարել ու տխուր ոտանավորներ ասել։ Հողաբորիգեն չեն կարա։ Ինչն է պրոբլեմը ռոբոտաշինության կոնկուրսներ անը, դրոնաշինության կոնկուրսներ անը, ինչն է դրա խնդիրը։
Ինչի չի կարելի, ասենք, ֆինանսավորել, որ ամեն համայնքում 40 հատ իրավաբան լինի։ Տեղացի այդ համայնքի ժողովրդից Ֆրանսիայի իրավունք իմացող իրավաբան, օրինակ, բժիշկ, ինժեներ, բայց համայնքը ֆինանսավոր է։ Որ համայնքը իմանա, որ ինքը 200,000 է, ու այդ 200,000-ի համար կա 50 սպասարկող ադվոկատ, որ այդ ադվոկատները համայնքի ժողովրդի համար, հայերի համար պրոբոնո բան անեն ամիսը 3 անգամ։ Գոնե տենց, որտեվ ասում ես Հայաստան, ասում է Հայաստան են եկած ենք, մեզի գցած են, օքեյ, ձեզ էլ ստեղով է գցում, ստեղ էլ դուք եք։ Ստեղ դուք ինչի չեք մի բան անում։ Այս ամբողջ հարցերը սենց կուտակվում, հետո գալու փակվում են, բայց այս հարցերի պատասխանատուն ոչ միայն այդ մարդիկ են, նաև կառավարությունն է։ Ուր գնացի, Սփյուռքի պատասխանատունից բողոքեցի։ Կապարան ինչի պահում, կամ լավ Նիկոլա մեկին նշանակել է պաշտոնները, հետադարձ կապ չկա, մեկը կա, որ ջանա ասում։ Թե տեղական չի արդեն Հայաստանի կառավարության համար Սփյուռքը ինչ վիճակում է։ Ոչ մի բան չեն անում, քիչ ամել նշանակում են մարդում, ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Ընդ որում Հայաստան-Սփյուռք կապը դա ոչ թե միայն հուզական եւ ազգային, այսպես մղու, դա շատ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ճիշտ եք ասում, բայց դա է էականը։ Ամենք ոնց պետք է անենք։ Լիոնում հանդիպում եմ երեխեք, ովքեր ֆրանսիական համալսարանը ավարտել են, եկել են վերապատրաստելու, տորի ուսումը շարունակելու։ Ասում եք այդքան քիչ։ Սենց նայումավոր ես, ինչ անեմ։ Իրոք ինքը ինչ անեմ։ Լավ, հարցեր են։ Ֆրանսիական համալսարանը ավարտում են։ Դժվար է այդ փայլուն գիտելիք ունեցող երեխեքից 30-ին բռնեք ուղարկեք, թող Ֆրանսիայում վերապատրաստեն։ Ֆրանսիան ու ասել է, իր ամասնանի։ Կառավարությունից մեծ թիվ չի գնալու։ Պարտադիր չի ակադեմիական քաղաքի մղձավանջին եւ այդ փող ուտելու գաղափարին եկեք մի հատ այդտեղ գերմանական ֆիրմա բարձենք, որ այդտեղ երկու հատ երկնակեր սարքենք, երկու հատ ֆիզիկ ծախենք, որպեսզի անունը չտված ինչ-որ մեկը 30 հարգանի անիմացիա սարքի։ Եղած ինչ ամեն մի երեխու գալ է մագիստրատուրա սովորելը, ասենք 25-ից 30,000 եվրո է։ Դուք ասենք այդ 100,000 եվրոյով 3 մասնագետ կպատրաստեք եվրոպական իրավունքի օրինակ։ Ինչն է խնդրեմը, խի չի արվում։ Որտեւ Սփյուռքի պատասխանատուն պետք է գնա ոչ բարով կիլոգրամ սանտիմետրի մոտ։ ԿԳՍՄ այդ որ կա կրթության, գիտության եւ բանի։ Պետք է ասի, այս խնդիրը ունենք։ Այսքան մարդ պետք է ուղարկենք վերապատրաստեն։ Այդ մարդիկ պետք է գան ստեղ նաև աշխատեն համայնքի հետ, որ համայնքից եթե ստեղից Սփյուռքից մեկը որոշի Հայաստան ներդրում անի, ինքը իմանա այն ադվոկատի, այն բանի, դատապաշտպանի կոորդինատները ու անձամբ ճանաչած լինի, ում ինքը պետքա դիմի, եթե Հայաստանում ինքը ունենա խնդիր։ Իսկ գուցե այդ հարաբերությունների սառեցումը եւս դա քաղաքականություն է Հայաստանի կառավարության։ Հիմարությունն է հերթական, ոչ մի քաղաքականություն չկա։ Քաղաքականության համար պիտի դնես գլուխ գլխի տաս, մշակես ծրագիր, ունենաս պլան A, պլան B, պլան C։ Դուք հավատում եք, որ Սինանյանը նստած C պլանով դասը ներկայացել է Նիկոլին, ասել է Սինանյանի պլանը չէ, Սինանյանը կատարողն է։ Լավ։ Կարող է, չեմ, ցենց ասեմ, որ հիմա ասեմ չէ, կասեք ապացուցի, որ ասեմ հա, կասեք ապացուցի։ Իհարկե։ Ես գիտեմ, որ կարելի է այդ հարցը լուծել։ Ինձ մեկ է իրանք այդ պլանը ունեն, թե չունեն։ Դե հենց այդ է, լուծելու պլանը պետք է լինի, ոչ թե կազմաքանդելու հարաբերությունները։ Լուծելու պլան ես ունեմ, իրանք չունեն։ Հետաքրքիր էր ձեր դիտարկումը, շնորհակալություն, որ կիսվեցիք, շատ անկեղծ ասեցիք, գուցե ոչ բոլորին դուր գա, համենայն դեպս ձեր իրանց խնդիրն է։ Անձնական տեսակետներ դուք տեսաք եւ կիսվեցիք այդ ձեր տեսակետով, ձեր տեսածով եւ լսածով։ Ընդ որում ես ուզում եի հարցնել Լիոնը եւ Մարսելը համեմատելի են այդ խնդիրներով, թե ինչ որտեղ ինչ որ հարցեր կան լուծված, ինչ որտեղ չէ։ Լիոնում ավելի լավ է վիճակը այդ առումով։ Գոնե դիսպուտի քաղաքական եւ ոչ միայն քաղաքական դիսպուտի մակարդակը ավելի բարձր է։ Մարսելում մի փոքր, Մարսելը համայնքը մեծ է եւ շատ ավելի տրոհված է։ Այդ լուրջ խնդիրներ կան, օրինակ, որոնք կապված են նրա հետ, որ իրոք համայնքը մեծ է եւ
Պատի որ ավելի ազդեցիկ լիներ, քան ինքը հիմա է։ Ես ենթադրում եմ, որ ստեղ ինչ-որ ներքին կոնֆլիկտներ կան, իրանք իրար մեջ լեզու չեն։ Ներքին կոնֆլիկտներ Այո, լավ համայնքի չլսվեց։ մեջ։ Հա, ներքին կոնֆլիկտներ համայնքի մեջ, Հա, ու իրանք դրա պատճառով իրար հետ լեզու չեն գտնում, Փարիզի հետ լեզու չեն գտնում, ու ստաբիլ հայկական բան են։ Նո սենց ասեմ, իմ պատկերացմամբ Մարսելում այդ բաների մակարդակով, փոքր քաղաքների մակարդակով ավելի հայամետ պետք է լինեին, քան Լիոնում։ Լիոնում անձամբ տեսել եմ 3 թե 4 քաղաքապետի այդ շրջակա, Լիոնի շրջակա քաղաքների, որոնք եկել էին միջոցառման, որը կազմակերպվել էր հայկական կենտրոնում, մշակութային, ստեղ դրա հոտը չի գալիս նույնիսկ։ Ստեղ հայկական կառույցները, որոնք ինձ խոսք էին տվել, նո կամ կազմակերպիչներին խոսք էին տվել, որ կգան, երեք չէին եկել, լցրել էին տակները։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, հուսով եմ բարեհաջող կվերադառնաք, հաջորդ հանդիպումը Բարը չեմ սուրը Երևանում։ Շատ ուրախ եմ ձեզ բարի վերադարձ։ Շնորհակալություն։ Բարով մնանք։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը Մարսելից այսօր։ Զրուցում եմ ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։